Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, եթերում Սիրիր մերձավորիդ հաղորդաշարն է, ես Հասմիկ Ավագյանն եմ։ Այսօր անդրադառնալու ենք մեր հաղորդմանը շատ սերտ կապված հեղինակի գերմանացի ֆանտաստիկ ռեմարկին Անուրջների Օթևանը գրքով եւ սիրով ներկայացնում եմ մեր հյուրերին, ովքեր ինձ օգնելու են այս հրաշալի վեպը բացահայտել ձեզ համար։ Երկու գեղեցկուհիներ Ֆլորա Աթոյան եւ Լիաննա Պուլոզյան, սիրելիներ ողջույն, անչափ շնորհակալ եմ, որ հրավերն ընդունել եք եւ այստեղ եք։ Կարծում եմ հետաքրքիր քննարկում է սպասվում, որովհետեւ դեռ հաղորդումը չսկսած մենք արդեն բավական հասցրեցինք անդրադառնալ գրքին, հեղինակին եւ բավական հետաքրքիր մեզ համար ու ինչ որ չափով տարօրինակ եզրեր գտանք։ Ֆլորա ջան, երևի թե քեզ հետ սկսենք, եթե դեմ չես, բացի քո մարքեթոլոգ լինելը նաև արվեստաբան ես մասնագիտությամբ եւ քանի որ ինձ համար որպես ընթերցող շատ կարևոր է թե ինչ խարիսխ է ընտրում հեղինակը իր գրքի համար, թե ինչի վրա է հենում ողջ պատմությունը, այս գրքում անչափ շատ է արվեստը, անչափ շատ է մշակույթը եւ ուզում եմ այս հրաշալի գծին քեզ հետ անդրադառնանք, եթե կարելի է։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է, որ հենց ռեմարկի շուրջ ենք այսօր հավաքվել ու հատկապես մի գրքի, որը կարծում եմ ռեմարկի մնացած բոլոր ստեղծագործությունների հետ համեմատած ամենաքիչ հայտնին է եւ ամենաքիչ փառավորվածը, չեմ վախենա ասել։ Սա ռեմարկի առաջին ստեղծագործությունն է եւ երևի ինչ որտեղ կարելի ասել, ասենց տուրք կամ սիրո խոստովանություն դեպի մեծ արժեքներ, հումանիզմ, սեր, մարդասիրություն եւ եթե համեմատենք նրա մյուս գործերի հետ, ես սա միշտ ասում եմ կարդալուց հետո էլ ինչ ծանոթացա այս գրքին, ասում եմ, տեսեք վանիլնի կրեմա հիշացնում, որ ընդհանրապես ռեմարկի մյուս գործերին այդ պատերազմական թոհուբոհ, լրջություն, անverջ մահվան ենք ականատես լինում, որ այնքան ենք ականատեսնում, անգամ սովորում ենք, բայց այս գրքում ամեն ինչ շատ սիրուն սկսվում է, թեև այստեղ եւս իհարկե կան հերոսներ, ովքեր կամ արդեն մահացել են, կամ մեռնում են գրքի վերջում, կարծում առանց դրա ռեմարկի գրքերը ռեմարկյան չեն լինի, հետաքրքիր ստեղծագործություն է շատ, ինչով ես մի քիչ փորեցի ռեմարկի կենսագրությունը, որպեսզի հասկանամ այ ոնց եղավ, որ մեզ այսքան հայտնի գործերով ռեմարկը փաստորեն գրել է նաև մի գործ, որը լիովին տարբերվում է մյուս գործերից, ինչի համար նրան շատ սուր քննադատել են իր ժամանակում, անձամբ ինքն է իրան քննադատել, այն աստիճան, որ իր արդեն Արևմտյան ճակատում փոփոխություն չկա գրքից հետո որոշել է գնել ամբողջ տպաքանակ այս գրքի, փոխել է ազգանունը, ֆրանսիական ձևով է գրել ռեմարկը, այո, որպեսզի չասոցացվի այս գրքի հեղինակի հետ ու ինձ անչափ հետաքրքիր էր ինչու, որովհետև գիրքը շատ լավն է իրականում, վատը չէ հաստատ, զուտ ռեմարկյան չէ։ Այսինքն այն ոճը, որ մենք սովոր ենք տեսնել հետո ռեմարկի գործերում, այստեղ չկա։ Ինչպես նշեցիր, այո, կա արվեստ, ինչու որովհետև ամբողջ գիրքը տարածվում է եւ այսպես կառուցվում է գլխավոր հերոսներից մեկի Ֆրից Շրամի կերպարի շուրջ։ Իսկ Ֆրիցը նկարիչ է, կոմպոզիտոր, որը ապրում է մեծ տանը, ես իմ մեջ արդեն sense նկարել եմ այդ տունը ինչպիսին է, հեղինակը մեզ այդ հարցում շատ լավ օգնում է։ Ֆրիցը նաեւ կերպար է, որը սիրում է նաև գուրման է, ինչպես գիտենք ռեմարկը շատ ուշադրություն է դարձնում ուտելիքի ներկայացնելուն։ Բոլոր գրքերում։ Նույնիսկ ամենադաժան պատերազմական գրքերում մենք ինչ որ անընդհատ տեսնում ենք, այո, եւ ուտելիքի հոտ ենք զգում եւ համ ենք զգում եւ եթե նորից վերադառնանք հարցին, ինչով է ոնց է ողողվում արվեստով, գլխավոր հերոսներով է ողողվում արվեստով։ Գլխավոր հերոսը նկարիչ կոմպոզիտոր է, նրա մտերիմ ընկերը նույնպես կոմպոզիտոր է, որը դեռևս շատ երիտասարդ է, սովորում է, հետո գալիս են հերոսուհիները եւ թե որքան կարեւոր է, չէ՞, որ հեղինակը հենց արվեստով է մեզ լցնում իր գրքի շնորհիվ։ Գիրքը հենց նման է, երևի թե շատ լավ դասավորված սիրուն ինչ-որ օպերային ստեղծագործության ու հենց առաջին էջերից վարագույրը բացվում է, միանգամից դու սենց նկատում ես, որ դու հանդիսատես ես, դու նստած ես ու քո առջև շատ դետալային մշակմամբ իրադարձությունները բացվում են։ Այ հենց այդպես էլ ներկայացնում ես իրականում բոլոր դետալները, ոնց որ ռեժիսոր խոսեր Ֆլորա ջան։ Լիաննա ջան, այ
սննդի համով մինչև խմիչքի հոտ եկանք Ֆլորայի հետ, բայց քանի որ քո ողջ գործունեությունը տարիներ շարունակ պատտվում է գրքի շուրջ եւ շատ-շատերը քեզ վստահաբար Լիաննա չէ, այլ հենց Բուքինի են ճանաչում, ուզում եմ նաեւ անդրադառնանք, թե որքան հետաքրքիր է հեղինակներին առաջ բերում այս գրքում ռեմարկը, այնտեղ անդրադարձեր անում շատ հետաքրքիր, ոնց որ ամբողջ գիրքը այլ արվեստից գան գրքերին ամբողջ գիրքը կոնկրետ ինչ որ հստակ մշակութային հղումներ լինի, չէ՞։ Իրականում բավական հետաքրքիր էր այդ մասը, որովհետև եթե ես ճիշտ եմ հիշում, չգիտեմ, եթե սխալվում եմ, ինձ ուղեք, ես ռեմարկի գրքերում ինչ-որ չեմ հիշում, որ ցիտի օրինակ Նիցշեին, ես առաջին անգամ էի հանդիպում, շատ հաճախ Գյոթեին ասենց անընդհատ հիշեցնում, բերում, ասենց խառնում իր հերոսներին, ու տենց միշտ փորձում է դասականների ներկայությունը պահել, ու ինձ համար սա մի փոքր բացատրվում է այդ երիտասարդ գրողի մի քիչ վախերով, մի քիչ ճիշտ լույսի տակ տեսանելի լինելու ցանկությամբ, որովհետև երբ որ ամենաառաջին քայլերը տեստեղ անում, վստահաբար տենց մի քիչ վախ կա, ու այդ դեպքում դու փորձում ես ոչ թե ներկայացնես քեզ, կոպիտ ասած ոնց որ ես այնքան կամ որ ինչ որ բան ինքս խոսեմ, այլ աշխատում ես հենց շատ ցիտել մեծերին, ինչ որ մեկով բան անել, հետո արդեն հաջորդ գրքերում տենց մի 8-9 տարի հետո եւ ավելի մեծ, ինչքան մեծանում է, հետո արդեն նկատում ես, թե ոնց է անցնում դասականներից արդեն ինքը իրեն ու անգամ ցիտում ինքը իրեն։ Շատ հետաքրքիր դրվագ նկատեցի ես գրքում, Էնրիստի հետ խոսակցության ժամանակ ինքը այսպես խոսում են հրաշքներից, ինքը ասում է, որ հավատում է հրաշքներ կան, ու ընդհանրապես այստեղ հավատ, այդ հրաշքի հանդեպ, դրականի հանդեպ շատ հղումներ տալիս է, բայց երբ որ մենք կարդում ենք ավելի ուշ իր գրած մյուս գործը, որը ինձ համար էլի ռեմարկի ամենաթույլ գործերից է, Լիսաբոնի գիշերը, այնտեղ գլխավոր հերոսը մի այսպիսի արտահայտություն է անում, երբեք հրաշքների այնքան չեն հավատացել, ինչքան մեր ժամանակներում, երբ հրաշքներ գոյություն չունեն, ու դու այստեղ արդեն սենց քիչ-քիչ տեսնում ես հենց իր աճը, ու մարդը, ով անուրջների օթևանից գնացել, աճել ու հասել է արևմտյան ճակատում նորություն չկայի, նաև այդ ռոմանտիկից, այդ հրաշքների հավատացող երիտասարդից, սենց քիչ-քիչ գնացել է հասել է ավելի ռեալիստի, մի քիչ էլ պեսիմիստի, որ հրաշքով, այդ հրաշքների հանդեպ հավատով, ես չգիտեմ իրականում ինքը դա դիտավորյալ է արել, տեսնես ինքը նկատել է, թե չէ այդ բանը գրքերի մեջ, թեև կարծում եմ, որ երբ որ ինքը Լիսաբոնի գիշերը գրել է, այս գրքին հաստատ էլ վաղուց մոտ եկած չի եղել, չի հիշել ընդհանրապես այս գիրքը, որովհետև մի քիչ շատ տարօրինակ էր էլի կարդալ մարդ, ով գրել է արևմտյան ճակատումը ու մեկ էլ սա, ես որ սա կարդացի, երդվում եմ, եթե գրված չի լիներ վրան ռեմարկ, երբեք մտքովս չէր անցնի, որ սա ռեմարկն է։ Էլ Մոեմ, էլ Սենկևիչ, էլ ում ասես ես կնմանեցնեի այս գործը, բայց ոչ երբեք ռեմարկի, ու այդ շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր եկանք, այսպես հասանք կարծես թե հարցերից մեկին, որ ուզում եմ հնչի այսօր պարտադիր, Լիաննան բերեց կանգնեցրեց դռանը, այսպես ասած, շատ հետաքրքիր է նաև մտածել եք, շատ ենք խոսում, ես էլ եմ շատ համաձայն, որ կարծես ռեմարկը չլինի, կարծես լրիվ ուրիշ հեղինակ կարդանք, բայց երբևէ մտածել եք, որ լավ ինչ եղավ այս հեղինակի հետ, որովհետև կյանքի ազդեցությունը դա կարող է լինել չէ միանշանակ, այսպես խորը, որովհետև եթե մարդը այդ խորը հասունությունը ու այսպես ասած վերափոխումը չունենա իր կյանքում, երևի թե գրքերում էլ չի ունենա, որովհետև վստահաբար ամբողջը արտացոլումն է նաև։ Այ ինչ տեղի ունեցավ, միգուցե պատերազմը, միգուցե բանակը, միգուցե չգիտեմ, ինչ տարբերակներ։ Ես ուզում եմ այստեղ մի հատ կարևոր բան ֆիքսենք, որ բոլոր արվեստագետները, թե նկարիչները, թե կոմպոզիտորները եւ թե իհարկե նաեւ գրողները, իրենց առաջի շրջանի գործերը խիստ տարբերվում է հետագայում ձեռագիր դարձած գործերից։ Սա ընդհանուր ստանդարտ է։ Եթե դուք նայեք Պիկասոյի առաջին նկարները, դուք երբեք չեք իմանա, որ դա Պիկասո է։ Դա շատ նորմալ է, որովհետեւ սկզբում, երբ որ մարդ իրան արվեստի մեջ փորձում է նոր գտնել, ինքը դեռևս ազդեցությունների տակ է։
Այս գիրքը ստեղծելու հետ կապված ես մի քիչ խորացա կենսագրության մեջ գտանք նաև մարդ, որ գոյություն ունեցող կոմպոզիտոր եւ նկարիչ ա եղել Ֆրից անունով, տվյալ ժամանակաշրջանում ապրող եւ որին ճանաչել է Ռեմարկը եւ որի մահն էլ հանդիսացել է պատճառ, որ այս գիրքը գրի։ Ինձ համար լիովին նորմալ է, որ գրողը ընթացքում վերափոխվում է։ Հիմա գանք այն հարցին, թե ինչու է վերափոխվում։ Պետք է նորից գնանք պատմական ժամանակաշրջան, Գերմանիա, որը որ երբ այս գրողը ձևավորվում, մեծ հաշվով առաջին համաշխարհային պատերազմից հետո, առաջինի ու երկրորդի մեջտեղում ընկած Գերմանիայի պատմության մեջ երևի ամենադաժան ժամանակաշրջանում, երբ որ արդեն առաջինից հետո ինքը պարտված երկիր է, հսկայական պարտքեր է մուծում, հսկայական տարածքներ է կորցրել, իր տղամարդկանց 19%-ին է կորցրել բնակչության, հսկայական քանակի զոհեր է տվել եւ արդեն այնտեղ ձևավորվում է մի հատ փոքրիկ Վեյմերյան հանրապետությունը գերմանական, որին շատ կարճ կյանք էր սպասվում իրականում եւ այս ընթացքում արդեն այս խմորումների մեջ ի հայտ է գալիս Հիտլերը, գալիս է լրիվ խմորվում է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչ է տեղի ունենում Ռեմարկի հետ։ Նախ կապված պատերազմի հետ, որը մենք այդքան տեսնում ենք գրքերում, ու եթե նորից ուսումնասիրում ենք Ռեմարկի կյանքը, տեսնում ենք, որ շատ կարճ է մասնակցել պատերազմին։ Ասում են 1 ամսից 50 օր։ Այնպես չի, որ Ռեմարկը այդ ամբողջ արհավիրքները ինչ նկարագրել է, դրա միջով անցել է։ Այդպես չի, բայց Ռեմարկը հավաքագրել է պատմություններ իր հետ կռվողների։ Նույնը, որ Արեմտյան ճակատում նորություն չկա գիրքը եւս շատ ուժեղ քննադատվել է հենց մեկը այն զինվորականի կողմից, ով իր հետ պարկած է եղել հիվանդանոցում եւ ասել է ոչ սենց բան չի եղել, հիվանդանոցում սենց հերոսներ չեն եղել, մենք սենց խնդիրների միջով չենք անցել, փորձել են մաքսիմալ պատերազմը պաթետիկ ներկայացնել, պաթոսով, որովհետեւ այդ ինչի էր պետք, քանի որ նոր պատերազմ էր գալիս եւ այդ գաղափարախոսությունը, այդ գերմանական մարտնչող հոգին պետք էր ամուր պահեր, այո, ու դրա համար Ռեմարկ պացիֆիստը ոչ մեկին պետք չէր եւ Ռեմարկը այն հեղինակների թվում էր, ով որ մասսայական այրվեցին Բերլինի հրապարակում, որտեղ հիմա կա հուշահամալիր, որը կոչվում է Կորուսյալ գրադարանը եւ Ռեմարկը այդ մարդկանց թվում էր, ում հենց այս Արեմտյան ճակատում նորություն չկա գիրք, այսպես հերոսաբար 20 տարեկանները տանում էին, նետում էին կրակը։ Այսօր այդ հուշահամալիրում գրված է մեկ այլ գերմանացի գրողի շատ հայտնի խոսքեր, որ եթե մի օր մարդը այրում է գրքերը, ապա մի օր կայրի նաև մարդկանց ու մեծ հաշվով ընդհանրապես 20-25 տարվա հարց էր։ Իսկապես հետո եկանք հասանք նաև դրան։ Ինչու է որոշում այսպես միանգամից ոճափոխվի, ինձ թվում է այդ սիրային էմոցիոնալ առաջին այդ փուլերը անցնելուց հետո նախ գիրքը ուժեղ քննադատվում է։ Եթե գիրքը սիրվեր, միգուցե Ռեմարկը պահեր իր ոճը։ Ռեմարկը շատ փառասեր գրող է եղել։ Նույնիսկ ասում են բարոնի ա գտել, ով իրեն թողել այդ ժառանգությունը, ինքը միշտ գտել է լավ կյանքի, ինքը եղել է բավականին Դոն Ժուան, նրա շուրջը եղել են տվյալ ժամանակաշրջանի ամենահայտնի դերասանուհիները, ամենասիրված, ամենաշատ փառքի հասած եւ ինչ որտեղ որպես մարքետոլոգ մտածում եմ, որ անհաջողությունը գրքի բերել է Ռեմարկին այդ սուր հարվածը, մեկ, երկրորդը ինքը իր էմոցիոնալ այդ 22 տարեկան երիտասարդի գրքերից արդեն վերականգնել դեպի ավելի համամարտկային արժեքներ, պատերազմ, մարդու կյանք, արդյոք կյանք ունի արժեք թե չունի այս պատերազմի թոհուբոհում ու սկսվել է իր մեջ ոնց որ ինքը հաճախ իր հերոսների մասին ասում է, մենք երիտասարդություն չտեսանք, շուտ ծերացանք։ Այ արդեն 28-30 տարեկան Ռեմարկը կարողանում է գրել ծանր հակապատերազմական վեպեր, որտեղ մենք տեսնում ենք մարդու, որ մարդուն անվանում է հրազենային միս, որովհետև միլիոններով զոհվում էին մարդիկ եւ մեծ հաշվով դա իրականությունն էր։ Այն իրականությունը, որը տվյալ ժամանակաշրջանին ընդհանրապես դուր չի գալիս։ Այսինքն Ռեմարկը գնում է փոփոխության նախ իր միջի տեղի ունեցած փոփոխության շնորհիվ ու երկրորդը գրքի անհաջողության շնորհիվ։ Եվ դրա համար կարծում եմ անցումը տեղի ունեցավ, որովհետև այս գրքը գրելուց ինքն արդեն ծառայության մեջ եղել էր։ Ես ինչ որտեղ փնտրում էի այն վարկածը, որ միգուցե միջև բանակ այդ ծառայության նախ ասեմ, որ ինքը իր կամքով է գնացել կռվելու։ Մտածում եմ միջև է դա գուցե այս գիրքը գրել, բայց չէ, ժամանակագրությունը ցույց է տալիս, որ վերադարձել է, նոր է գրել այս գիրքը։ Եվ եթե գանք գրքի այդ ռոմանտիկ կողմին, ամեն դեպքում երեքս էլ կարծես թե համաձայն ենք, որ շատ ռոմանտիկ, շատ նուրբ գիրք է ու բացարձակ հեռու մնացած գրքերից եւ այստեղ այդ ռոմանտիզմի մեջ կարծես թե Ռեմարկը մեզ համար
ընկերության թեմա է վերհանում, սիրո թեմա է վերհանում, այստեղ նույնիսկ ֆեմինիստի հետ զրույցները կան, որի դեպ հետաքրքիր կլինի անդրադարձը նաև որպես գրքային բլոգեր, որովհետև հենց ռուսական բլոգներում շատ երբ ուսումնասիրում են, շատ այսպես այդ ֆեմինիստի թեման այս գրքի շուրջ արծարծվում է, հետաքրքիր է նաև այս ամենից խոսենք։ Հա, իրականում այս գրքում երկու բան կար, որի հետ ես հաշտ չէի։ Առաջինը ֆեմինիզմից բացի առաջի բանը հենց այդ գլխավոր հերոսն էր, ինքը իմ համար սենց մի քիչ կեղծիկ հերոս էր ստացվել, որովհետև սենց կարդում ես ու իրականում գրքում հենց հիմնական բանը այն է, որ դու պիտի անցնես տառապանքի միջով, որ գտնես քեզ, որ կերտես ով ես դու ու ընդամենը 30 քանի տարեկան հերոսը մեր, ով այդ դաժան սիրո պատմությունը ունեցել է իր կյանքում, ով չքավորությունից եւ չքավորությունը տեսել եւ ավելի լավ օրեր տեսել, ով անգամ շահադիտական նպատակներով կնոջ հետ հարաբերությունների մեջ է մտել, ինչ որ պահի ինքը դառնում է այս կատարյալ մարդը, ով ցենց մի փոքր անգամ կարելի է բանանել Աստծո կերպար է վերցնում, ձեռք է մեկնում ուրիշ օգնության կարիք ունեցողներին, թեև այստեղ շատ վիճելի արդյոք ինքը չէր նաև այդ մարդկանցից մեկը ով ուներ այդ օգնության կարիքը ու դրան զուգահեռ ինքը այս կատարյալ կերպարն է ում տանը ամեն ինչ ճիշտ դասավորված է հավանաբար այդտեղ անգամ փոշի չկար ոչ միտեղ ես վստահ եմ ծաղիկները սիրուն վազի մեջ ամեն սենյակը յուրաքանչյուր սենյակ իրեն համապատասխան մթնոլորտ անգամ անկյուն ուներ հատուկ ու շատ դիսոնանս էր իմ մոտ որովհետև առաջի հերթին ես երբեք արվեստագետներին այդպես չեմ պատկերացրել ուր մնաց հա ու ուր մնաց տառապանքի միջով անցնող ու դեռ ստեղծագործող մարդուն եթե ինքը լիներ մեկը ով այլևս չի ստեղծագործում այսինքն նո ամեն դեպքում ըստ իս ստեղծագործելու համար քեզ այդ տառապանքը այդ հոգեկան վայրի վերումները հաստատ պետք է, որտեղ հոգեկան ներդաշնակության մեջ ես չգիտեմ, կա ինչ որ մեկը ով ինչ որ արվեստ է ստեղծել այդ ժամանակ կա իմանաս ես չգիտեմ այդպիսի մարդու ու առաջին դիսոնանսը այդ էր, որ ես իրոք սենց կռիվ էի տալիս հերոսի հետ ու դե երկրորդը ֆեմինիզմի թեման իմ համար հետաքրքիր էր այս գիրքը նախ նայել ոնց է տղամարդը մեկնաբանում կնոջ դերը ինչ կանանց է ներկայացնում, որովհետև ընդհանրապես ռեմարկի կանայք իրանք լրիվ ուրիշ պատմություն են, այն ուժեղ կերպարները, այն տղամարդու կողքը կռիվ տվողները, այն կոկետուհիները, իր հետ նույն խմիչքի շշով խմողները ու սենց բուրըն սիրողները, բայց այստեղ ինչ որ սենց շատ հստակ երկու սահմանում կա, կամ թեթև վարքի տեր են իր կանայք, կամ ոնց ասեցիր մի անձնուհիներ են ու ես այդպես էլ սենց չգիտեմ դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ որ ինքը կարար այդ կանանց ստեղծելուց առաջ նաև այս կանանց ստեղծեր նաև այստեղ կար հենց մեր գլխավոր հերոսի հիմնական այն սիրային գիծը որը գնում է սիրային եռանկյունին որ ըստ ռեմարկի տղամարդը այնտեղ ինչ որ տեղ փնտրտուքների մեջ է ինչ որ սիրային կացաներում է եփվում, ինչ որ կնոջ ոտքերի տակ ծնկի գալիս, փարվում է ոտքերին, խնդրում է հանկարծ իրան չթողնեն, կամ ինչ որ պահի որոշում է այդ կնոջը թողնել, հետ է գալիս այս կնոջ մոտ, ու միաժամանակ իրան այնտեղ խելոք սպասող ինչ որ մեկը, ով իր ամբողջ կյանքը սենց թողել է ու հանգիստ սպասում է, թե երբ այդ տղան ի վերջո մի հատ կապրի այդ բուրըն սերը, հետո կորոշի հետ վերադառնա ու ոնց անգլերենով ասում են settle down, չգիտեմ հայերեն ոնց կլինի, ոնց որ արդեն ինչ պիտի ապրեր, ինչ պիտի տեսներ, տեսել է, հիմա վերջ, արդեն ժամանակն է տենց հանգիստ խաղաղ, այս փոքրիկ քաղաքում, կյանք, հա, երեխային ունենալ, կնոջը ունենալ ու վերջ։ Ու ես չգիտեմ, ռեմարկը իրոք այդպես մտածել է, թե սա ինչ որ խաղ է եղել, թեև շատ ավելի հակված եմ նրան, որ իրոք այդպես է մտածել, թե ամբողջ սյուժեն է։ Այս մասին մտածում շատ հետաքրքիր է, երբ ինչ որ գիրք եմ կարդում, միշտ մտածում, տեսնես հեղինակը իսկապես էս մտքի, հատկապես երբ հաշտ չենք լինում, չէ, երևի մտքի հետ, միշտ էսպես ծակում է, իսկապես էս իմ սիրելի հեղինակն է, իսկապես էս մտքին է։ Որ դա ոչ թե ինչ որ sense երկրորդական կերպար է, ունեք այնտեղ են ֆեմինիստը օրինակ, ինքը երկրորդական կերպար էր, ինքը կողքի կարծիք էր ներկայացնում, բայց սա հիմնական
սյուժեներ գրքի։ Կինը այստեղ նստի, սպասի, մինչև տղամարդը այնտեղ ուրիշ սերերում գտնի իրան, հետո հետ գա իր մոտ։ Դրա համար Էլիզաբեթին ես sense մի քիչ չսիրեցի այդ աղջկան, անկեղծ չսիրեցի, որովհետև գիտակցել այդ ամեն ինչը, ընդունել դա, Ֆրիցի հետ այդ իրենց հարաբերությունները, Ֆրիցի մանիպուլյացիաները այդ բոլոր, որ դու համբերի, ոչինչ, նա կգա, այսպես այնպես, ես այդ աղջկան չհանդուրժեցի։ Ու ամենահետաքրքիրը, որ ես հենց նոր գիտակցեցի, որ ոնց որ թե Ռեմարկի միակ գործն է, որ լավ վերջաբան է ունենում։ Ես միշտ Ռեմարկի մասին խոսելուց ասում եմ, որ ինքը սիրում է մարդկանց էմոցիաների վրա խաղալ։ Դրա համար ինքը բոլորին սպանում, որովհետև բացասական զգացողությունները ավելի հեշտ են հիշվում։ Ես միշտ ֆիլմերի համար եմ ասում, բայց այո, գրքի ժամանակ에 երբ ինչ-որ մեկին սպանում են, միշտ ավելի այսպես ցայտուն է լինում բոլոր տպավորությունները։ Ու սկսում է սենց լաց լինել, այն ամենավերջին կուլմինացիոն կետում, երբ որ սպանում է։ Իսկ այստեղ ինքը սենց թեև որ հերոսի հետ կապվել է իր լավ, դու սենց կեսից ինքը սենց մահանում է, դու սենց չես նկատում էլ իր մահը, որովհետև դե հələ այնտեղ կարդալու բան կար։ Ու այս առաջի դեպքն է։ Դրանից հետո ինքը զգացել է ոնց է պետք էմոցիաների վրա խաղալ ու արդեն իրականում այս գիրքը ինձ անընդհատ բերում է Սիրիր Մերձավորիտին, հենց իր գրքին եւ մեր հաղորդման վերնագրին, ոնց որ այս դրականավարտը ինձ ամեն դեպքում այսպես թակի դուռը ու ասի, որ ամեն դեպքում ինչ որ բան սիրո նշույլ թողնում է էլի հեղինակը մեզ համար եւ քանի որ մեր ժամանակը արդեն գրեթե սպառվում է, ուզում եմ շատ կարճ, բայց երկուսդ էլ անդրադարձանեք միտողի, այնինչն անհատի համար է կարող է տեսակի համար անարդար լինել։ Սա երևի թե ասենց մեխերից է գրքի, որ կարծես այդ անհատի ու հասարակության բախման ինչ որ ասելիք տա, բայց չեմ ուզում ես խոսել, կխնդրեմ դուք։ Ես ավելի շատ հակառակից եմ ուզում գալ, ինքը ասում է այնինչ անհատի համար արդար է, տեսակի համար կարող է անարդար լինել։ Ես այս միտքը միշտ ունեցել եմ այնինչ տեսակի համար արդար է, անհատի համար կարող է անարդար լինել, հիմնվելով իմ կյանքի վերջին այս մի քանի տարիների վրա, երբ որ մենք տեսանք, բոլորս տեսանք եւ համաճարակ, եւ պատերազմ, ու թվում է թե սա աշխարհում ամենասարսափելի բաներից մեկն է, չէ, որ մարդ կարող է առնչվի պատերազմը դե որպես ամենամեծ սարսափ ու համաճարակը էլի ամեն դեպքում մարդկանց այնել այդ քանակի մարդկանց կորուստը հատկապես երբ որ այդ մարդիկ քո սիրելիներն են, դա սարսափելի է ուղղակի։ Բայց բիզնես տեսանկյունից, երբ որ ես նայում եմ էկոնոմիկայի ուսումնասիրում եւ այլն, այս երկուսը միայն բերվում է որպես բնակչության քանակի, որպես գործիք, որը բնությունը օգտագործում է բնակչության քանակը կարգավորելու համար։ Եթե չլինեն պատերազմ ու համաճարակ, ուղղակի մարդկությունը սենց շատ մեծ թվերով, շատ սենց երկրաչափական պրոգրեսիվ կաճի 2001 թվականից մինչև այսօր ինչ ա եղել։ Ու հա, իրանք սարսափելի են։ Ինքը անհատի հանդեպ շատ անարդար է, երբ որ դու ստիպված ես լինում կորցնել քո ամենամտերիմներին, բայց տեսակի առումով երևի դա արդար է, որ մարդ տեսակը շարունակի ճիշտ պահպանվել ու այդ քանակը բալանսավորվի։ Ես երևի թե այս նախադասությունը կբացատրեմ որպես նրա արգասիկ, որ Ռեմարկը ինքը շատ ինդիվիդուալիստ էր իր տեսակով եւ նաեւ ինդիվիդուալիստ գրող էր եւ Ռեմարկը անհատների մասին է հենց գրում, փոքր պատմություններ է վերցնում եւ փորձում է անհատների ճակատագրի այդ խեղաթյուրվելը ցույց տա, դրանց այդ լացելու աստիճանի դաժանությունը, պատերազմի բերած կամ նույն էմիգրանտների մասն է հետո երկար գրում, նույն Սիրիր Մերձավորիտ գիրքը, որ բերեցիր որպես օրինակ։ Ռեմարկը նաև շատ լավ գիտի ինչպես լավ ազդել մարդկային զգացմունքների վրա եւ ելի ինքնանում է դա անհատ հերոսների միջոցով վերցնելով իրանց ճակատագրերը նույն արևմտյան ճակատում նորություն չկա գրքի գլխավոր հերոսը որը վերջում պատերազմից 5 պակաս այսպես ասած մահանում է սա եւս իրական դեպքի հիման վրա է քանի որ պատերազմը եթե ճիշտ եմ հիշում 18 թվականի առավոտյան ժամը 5-ին արդեն կնքվում է զինադադարը բայց հասնում է նոյեմբերի 11-ին, բայց այդ լուրը հասնում է ֆրոնտ, ճակատ նոյեմբերի 11-ին, 11:11, այսինքն 6 ժամ շարունակ այս տեղեկատվությունը ճակատ չի հասնում,
Ինչու, որովհետև անհատներին դուր է գալիս է սնոբիզմը, որ պատերազմը դադարեց նոյեմբերի 11-ին 11:11 եւ սա տալիս է եւս 3000 զոհ։ Դա հաղում է, բայց սա։ Այո, եւս 3000 զոհ, դե իհարկե սենց է բացատրվում, որ դե ֆրոնտերը շատ մեծ էին, դե միջավ ինֆորմացիան հասավ եւ այլն, բայց մենք լավ գիտակցում ենք, որ այդ ժամանակ արդեն իսկ բավականին զարգացած էր տեխնիկան եւ այդ ինֆորմացիան տեղացնելը դժվար չէր եւ վերջին զոհը Հենրի Գյունդերը, ամերիկացի զինվոր, որը մահանում է 10:59 րոպե թշնամու գնդակի հարվածից մահանում է եւ այս գիրքը բառացիորեն այդ մարդու պատմությունն է, եթե ինքը վերջի պահին մահանում է, պատերազմն ավարտվում է, մենք հասկանում ենք էլի ոնց որ հուշում էլի մեկ անհատի կյանքի պատմության ողբերգականության մասին։ Ընդ որում այդ նույն զինվորն էր, որը նամակներից մեկում գրել էր՝ «Մի եկեք պատերազմը սարսափելի բան է»։ Ու միջև վերջ մարտում ինքը փորձում էր ցույց տալ, որ տեսեք, ես լավ զինվոր եմ, լավ կռվում եմ, ես մեկ այմ հայրենիքը պաշտպանում եմ, ուզում եմ իրան ընդարձակեմ, իր փառքը վերադարձնեմ, բայց այդուհանդերձ իրան չի հաջողվում ողջ մնալ։ Ռեմարկի մոտ սա իդեալական է ստացվում։ Ինքը այս ժամանակաշրջանի ինձ համար այնքանով ամենաուժեղ գրողներից մեկը, որ այ նման կերպարների մասին, ընդ որում գոյություն ունեցող իրական կերպարների մասին ինքը այս աստիճան ուժեղ հանրայնացնելով, ասենց ուժեղ PR-ելով իր գրքերի միջոցով, ինքը ցույց է տալիս, այո, ինքը ինդիվիդուալիստ է եւ կարծում հենց այս նախադասությունն էլ արդեն նույնիսկ այս գրքում արդեն ինչ որ կերպ հուշում է տալիս, այս գրողի հետագա ամբողջ կյանքի փիլիսոփայությունը բերում է նորից այդ նախադասության վրա, որ ես խոսել եմ անհատների ու իրենց ճակատագրի մասին։ Ինտերվյուներից մեկի ժամանակ մի աղջիկ, դե վերջի տարիները Ամերիկայում ապրել, հարցնում ասում է, օրինակ դուք այդքան խոսեցիք խաղաղասիրությունից, այդքան ցույց տվեցիք պատերազմի դաժան կողմը, կեղտոտ կողմը, որտեղ մարդը մեռնում է, դու իր կոշիկների համար կռիվ ես տալիս, որտեղ դու հացը պահում ես, առնետներն են ուտում, դրանց հետ ես կռիվ տալիս, չկար այդտեղ ինչ որ արժեք, պաթոս պատերազմի, բայց տեղի ունեցավ երկրորդ համաշխարհայինը, արդյոք դա չի նշանակում, որ ձեր խոսքը, ձեր գրքերը անիմաստ են։ Ու Ռեմարկը տեղ շատ հանգիստ տոնով պատասխանում է, հենց այդ ինտերվյուն եմ ես նայել, մի քիչ երևի sense հուսալքության տոնայնությամբ, կարելի է նույնիսկ ասել, ասում է այո, ես այդքան խոսեցի, առաջինից հետո եկավ երկրորդը, եւ դա հուշում այն մասին, որ պետք է ավելի շատ խոսել այս մասին, ավելի շատ ցույց տալ պատերազմի զարհուրելի դեմքը եւ դրա անիմաստությունը։ Եվ այսքանով արդեն իսկ ինքնահեղինակա, որը փաստորեն հաղթում է, քանի որ միջև այսօր իր գրքերը կարդացվում են, սիրված են շատ, եւ այդ գաղափարախոսները հասնում են մեզ։ Շնորհակալ եմ սիրելիներ բովանդակային ու մանրամասն ներկայացման համար, իսկ ձեզ իհարկե ճանապարհում ենք մեր գործընկերների նվերներով Edit Print հրատարակչության կողմից Ջեք Լոնդոնյան գրականություն եւ իհարկե Կարապ աուդիո գրքերի հավելվածի կողմից 1 տարվա բաժանորդագրության պրոմոկոդեր, որոնցով կարող եք արդեն աուդիո գրքեր լսել, երբ կտրվի իրական գրքերից։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Մենք ենք շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, ձեզ հետ Հասմիկ Ավագյանն էր եւ սիրիր մեր ցավորիտը։ Կհանդիպենք հաջողություն։